Դաշտան Medical Group-ի հիմնադիր տնօրեն Թորգոմ Դաշտյանին ենք բացահայտելու այսօր առանց փողկապի։ Եթե հարց տակ ոնց կարող եք պարոն Դաշտյանին նկարագրել, կասեի աշխատամարտիկ, այսինքն ինչ-որ մի նոր բան, որ ինքը աշխատանքի մեջ իր այդ համառությունը, իր նվիրվածությունը, իր ստեղծածին, իր նորարարությանը միշտ մի շատ բարձր եւ լավ իմաստով նախանձելի մակարդակի է միշտ եղել ու կա։ Եթե մենք վերցնենք, թե ինչ ազդեցություն ունեցավ Թորգոմ Դաշտոյանի գործունեությունը հայկական ստոմատոլոգիայի զարգացման համար, ես ուղղակի կարծում եմ, որ անգնահատելի։ Ինքը շատ բծախնդիր է ամեն մանրուքի նկատմամբ։ Это человек, которому я могу доверить самое сокровенное, то же самое и он. Թորգոմը ունի շատ բարդ բնավորություն եւ շփման մեջ էլ բավականին պահանջկոտ է եւ փոխադարձ, թե տալիս է, թե ստանում է։ Ինքը շատ լավ ծնող է, շատ լավ հայր է, շատ լավ ներդրում է ունեցել իմ կրթության մեջ, իմ դաստիարակության մեջ, ու ոչ միայն ինքը նաեւ մայրս։ Թորգոմ Դաշտոյանը վիրտուոզ ստոմատոլոգ է, վիրտուոզ։ Ամեն ինչը ստեղծվել է աշխատասիրության շնորհիվ։ Եվ այդ աշխատասիրությունը նոր չի, դա հենց սկզբից էլ եղել է իր մեջ, եղել է նպատակասլաց, եթե ինչ-որ մի բան պլանավորվել է, ուրեմն պլանավորվել է դրա ճանապարհը, որը միշտ եղել է աշխատանքով, եւ այսինքն աստիճան առ աստիճան աշխատանքով այդ ամեն ինչը ձեռք է բերվել։ Շատ աշխատասեր, դաժե կարող եմ ասել գերաշխատասեր, պայմանները չխախտող։ Շատ մաքսիմալիստ է բնավորությամբ, դա միգուցե իրան խանգարում է, որ ինքը մի փոքր իրան տրամադրի ժամանակ։ Դոկտոր Դաշտոյանը ինքը շատ կարևոր երևույթ է Հայաստանի համար։ Ես արդեն կարող եմ ասել իրեն մասին որպես երևույթ։ Как человек, я не знаю таких людей с таким большим и добрым сердцем, хотя внешне кажется, что он такой брутальный и серьезный. Բարև ձեզ, պարոն Դաշտյան։ Բարև։ Շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու, մեզ ընդունելու համար։ Կարող եք եկել։ Աշխատանքային օրը վաղ է սկսվում։ Ամեն օր 10-ից 11-ից մինչև 8-9 երեկոյան։ Աշխատավայրում առաջին դուք եք լինում։ Չէ, ես առաջինը չեմ գալի։ Բայց ղեկավարը միշտ ժամանակին է գալիս։ Ասացված կա, չէ, ղեկավարները չեն ուշանում։ Դե պարտադիր չէ առաջինը գալ, որտեղ մենք առավոտյան ավելի կարևոր հարցերով ենք զբաղված, բայց ժամանում եմ 11-ի կողմերը։ Առաջի պացիենտը սովորաբար այս վերջի տարիները սկսում ենք ընդունելությունը 11-ի։ Դաշտան Medical Group-ը այսօր նոր որակի նոր չափանիշների սահմանում է։ Բայց ամեն ինչ սկսվեց մի փոքրիկ սենյակից։ Ճիշտ ասած, ունենք պարտանալու տեղ, որովհետև հիմա դուք հյուրընկալվել եք մեր նորաբաց կլինիկայում, որը որ սարքվեց վերջի 7 տարվա ընթացքում։ Երկու փուլով բացեցինք, 2 տարի առաջ լիցենզավորվեց մեր ատամնա տեխնիկական լաբորատորիան եւ ստոմատոլոգիական մասը եւ ռենտգեն դիագնոստիկ մասը, որտեղ տեղադրվեց այսօր աշխարհում եղած ամենալուրջ համակարգչային տոմոգրաֆը G7 Plan 1-ը, որը այսօր ամենահզորն է այդ ոլորտում, նաև մնացած մեր ատամնատեխնիկական լաբորատորիան, որը երկար տարիներ գործ ուներ, բայց արդեն նեղվածքեր չէր համապատասխանում չափանիշներին, մենք տեղափոխեցինք նոր կլինիկա եւ այսօր ունենք գերժամանակակից թվային ատամնատեխնիկական լաբորատորիա եւ ստոմատոլոգիայի
մի մասն էլ ստեղ է աշխատում, նաև միկրոսկոպով բուժում եւ այլն, ստեղ այս նոր շենքում են։ Իմ կարծիքով այդ իր հաջողության գրավականն է, որ արդեն 30 տարի, համարյա արդեն կլինի 30 տարի, որ նա ոլորտում աշխատում է եւ շատ ճանաչված մասնագետ է։ Ցանկացած իր մոտեցումը ցանկացած նոր ճյուղի ավարտվել է հաջողությամբ։ Օրորի ավելի շատ իրան վստահում են ու ավելի շատ են դիմում իր օգնությանը շատ բարդ դեպքերի համար միայն իրան են վստահում ու դա մեծ ոնց որ մոտիվացիա է ավելի առաջ շարժվելու համար։ Դաշտոյան բրենդը, այդպես կոչենք, նա զարգացավ եւ դարձել է իրականում լուրջ գործոն Հայաստանում ստոմատոլոգիայի մեջ եւ ելի եմ կրկնում, որ դա Թորգոմ Դաշտոյանի ջանքերի շնորհիվ է։ Բազմաթիվ տեխնոլոգիաներ են կիրառվում, նոր շենքը մեզ տվեց նաև նոր հնարավորություններ։ Բայց այստեղ միայն ստոմատոլոգիական միջամտություններ չէ, որ արվում են։ Այո, երկրորդ փուլով այս տարի դա լրիվ նոր է մեր համար, օգոստոս ամսին լիցենզավորվեց մեր բժշկական ոլորտը, դա պլաստիկ վիրաբուժություն եւ ուրեմն դիմացնոտային վիրաբուժություն, ընդհանուր վիրաբուժություն, նաև բժշկական կոսմետոլոգիա, կլինիկական լաբորատորիա, դա հետո դիագնոստիկ հետազոտություն ուլտրաձայնային, որը ուրեմն իր մեջ պարունակում է թե սրտի էխոգրաֆիա, թե մնացած բոլոր օրգանների եւ դուպլեքս հետազոտություն, ունենք թե լավ տեխնիկա, ուրեմն Մինդրեգերության Rizona i9, որը լավ սարք է, շատ համարվում այդ ոլորտում, եւ բայց այստեղ մեծ դեր են կատարում այն մասնագետները, ոլորտի լավագույններին են հրավիրել, որոնք կատարում են շատ հստակ ուրեմն դիագնոստիկա, նաև ունենք թոքերի ռենտգեն եւ մնացած ուրեմն շարժական ռենտգեն սարքավորում, որը որ իհարկե հիմնականում դա արել ենք ընդհանուր անզգայացումից առաջ, որպեսզի պահանջ կա թոքերի ռենտգենի, բայց սարքը հնարավորություն ունի 2D բոլոր օրգանների ռենտգենները անել, նպատակները կարող լինեն տարբեր։ Անդաստան ժամանակակից սարքավորումները նաև ժամանակակից մասնագետներ են պահանջում։ Այդ թիմը ինչպես է ընտրում։ Հենց հիմա մենք այդ ընտրման փուլում ենք, դե հիմքը դրել ենք մեր ընտանիքի վրա, դրա համար մեր ուրեմն կենտրոնը անվանափոխվեց Դաշտոյան բժշկական կենտրոն եւ ընդհանուր մեր քանի որ մի քանի ճյուղ է ուրեմն միավորում, դա ստոմատոլոգիա, բժշկական կենտրոն եւ ատամնատեխնիկական լաբորատորիա, նաեւ ունենք տրեյնինգ մասը, մենք միավորեցինք բոլորը Դաշտան Medical Group անվանման տակ, որ մի քանի ոլորտի միավորում է նշանակում, ինչ վերաբերում է բժշկական կենտրոնի, ուրեմն մասնագետներին, մենք մշտական ընտրման փուլում ենք գտնվում, հիմնվեցինք տղայիս վրա, պլաստիկ վիրաբույժ է եւ բավականին չնայած իր երիտասարդ տարիքին շատ մեծ հաջողությունների է հասել, որտեղ լավ կրթություն է ստացել եւ հիմա աշխատում է, արդեն բավականին շատ իրադարձություններ կատարեց հենց մեր բազայում, ինքը երկու քաղաքում է աշխատում, Մոսկվա քաղաքում եւ ժամանում է այստեղ եւ շատ լավ է, որ հնարավորություն ստեղծեց, որ որտես գալիս է Հայաստան եւ իր այդ ուրեմն հաջողությունները արդեն բերում է Հայաստան, իր հետ բերում է բազմաթիվ պացիենտներ, հենց տեղերից է բերում, որ մենք ենք զարմանում, Եվրոպա, Ամերիկա դա սովորական է մեր համար, բայց վերջերս մի հոգի եկել է Ռուսաստանի Մագադան, ասենք քաղաքից, որը մեր հակամ Նովոսիբիրսկ, հենց հեռու տեղերից են գալի մարդիկ, ես եմ երբեմն զարմանում։
Պլաստիկ վիրաբուժության մասին ես կուզեմ, որ նաև մի փոքր խոսենք, որովհետև այստեղ նաև հատուկ շեշտադրում ունենք բժշկության այս ճյուղին։ Այսօր մի տեսակ տենդենց կա ավելի շատ դիմել այս միջամտությանը, բայց հարցի մյուս կողմն է, որտեղ դիմել, ինչ պայմաններին պիտի, ինչ որակներին պիտի, ինչ կետերին պիտի ուշադրություն դարձնենք։ Գիտեք, իմ սկզբունքը նա է, որ եթե ես մի գործի մեջ մտնում եմ, հիմնովին սովորում եմ։ Հիմա իմ համար մի հատ նենց աշխարհ բացել, պետք է անընդհատ սովորես։ Հիմա ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժությանը, ճիշտ ասած, այդքան շատ խիստ ծանոթ չէի թեմային, բայց վերջի այս տարվա մեջ ահագին խորացա եւ պարզվեց ահագին բաներ։ Դե ասեմ, որ մենք բաժանել ենք երկու փուլի, որ մարդիկ ուզում են ամեն պլաստիկ վիրահատություն եւ ովքեր առայժմ պատրաստ չեն։ Դրա համար մենք ունենք բավական լուրջ սարքեր ենք ձեռք բերել կոսմետոլոգիա, բժշկական կոսմետոլոգիայի ոլորտում, դա Ignite-RF, Decalux-ը, այդ ապարատներն են եւ ոչ ապարատային լավ բժիշկներ են ներգրավել եւ այդ գործունեությունը արդեն ոնց սկսում են սկզբնական ովքեր որ չեն վիրահատվելու։ Հետո մարդիկ արդեն վերջնական որոշել են, որ առանց պլաստիկ վիրահատության խնդիրներ կա, որ առանց վիրահատության եւ պլաստիկ վիրաբուժությունը այսօր լուծում է բազմաթիվ լուրջ խնդիրներ։ Ուղղակի ստեղ մասնագիտության խնդիրն է, թե ամեն մեկը ինչի մեջ է խորացած։ Քիչ կա հնարավորություն, որ պլաստիկ վիրաբուժը բոլոր ոլորտներում լինի մասնագիտացված։ Մենք գնում ենք մի ճանապարհով, որ ոլորտի առաջատար մասնագետներին, կլինի դա Հայաստանում, թե արտասահմանում, ուրեմն ներգրավենք, որ գան աշխատեն։ Հիմա մեզ կժամանի շուտով պրոֆեսոր Վասիլև, օրինակ Ռուսաստանից, որը լիպոֆիլինգի համար 1-ն է համարվում, տենց շատ ուժեղ դեմք է։ Նաև ունենք դեմքի բավական մի հատ լավ երիտասարդ բժիշկ կա, բայց շատ ուժեղ ուրեմն համբավա ձեռք բերել։ Իրան են հրավիրում եւ այլն, տեղացի մասնագետների հետ ենք զրուցում, տեսնենք ոնց կստա։ Այսինքն լավագույն մասնագետները իրենց վիրահատությունը Հայաստանում դաշտոյան բժշկական կենտրոնում։ Այո, մենք տալիս ենք հարթակը, իհարկե, եւ նաեւ պայմանագրեր եւ ամեն ինչ, որպեսզի իրանք էլ հիմնական առայժմ շեշտը դրված է դրսի պացիենտների վրա, տենց է ստացվել, բայց մենք նաեւ երբ որ ամեն ինչ գնա առաջ, նույն ծառայությունները, նույն որակը կառաջարկենք մեր տեղական շուկայում, տարբերություն չկա։ Բայց այսօր առաջարկում։ Այո, առաջարկում են։ Իսկ տեղացի պացիենտների համար որքանով է հասանելի այս շատ գեղեցիկ ծառայությունները։ Ինչ վերաբերում է ստոմատոլոգիային, դա շատ հին ծառայություն է մեր համար։ Մենք պրակտիկորեն գները ադապտացված են մեր ուրեմն շուկայում եղած գների եւ շատ արդեն երկար տարիներ մեծ բազա ունենք պացիենտների, դե ես արդեն 35 տարի ստոմատոլոգ եմ աշխատում, ոչ մի րոպե չեմ կանգնացրել իմ պրակտիկան, չնայած շատ տենց խորհուրդներ եմ ստացել, որ արդեն պետքա չաշխատել, պետքա ղեկավարել եւ այլն, բայց ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում եւ երկար ժամանակ օրվա մոտավորապես 8 ժամ, 10 ժամ տրամադրում եմ բժշկությանը։ Այն ինչ որ վերաբերում է, մենք փորձում ենք կառավարենք, մեր աշխատողները մեզ օգնում են իրանց միջոցով կամ եղած ընդվիճումների ժամանակ փորձում եմ, ասենք թե նաև այդ ոլորտները կողքի չվերահսկեմ, բայց իմ հիմնական աշխատանքը դա բժշկությունն է, որը ես առավոտից իրիկուն դրանով եմ զբաղված։ Պարոն Դաշտյան, իսկ ինչ է կարծում, հեշտ է ձեզ հետ աշխատել։ Եթե մարդը պրոֆեսիոնալ է, իմ հետ շատ հեշտ է շփվել, որտեղ ես շատ տենց ամբիցիաներ չունեմ, որպես ղեկավար ձևի մեջ չեմ երբեք, բայց սիրում եմ, որ իմ դիմացինս կատարում է իր առջև դրված խնդիրները։ Ինքը շատ մանրակրկիտ է մոտենում բոլոր հարցերին, ինչը որ վերաբերում է աշխատանքին։ Եվ այնքան այդ ամեն ինչը դրվում իր տեղերը դասավորվում ցանկացած պարագայում, որ հետո հարցեր, որոնք սենց օդում են մնում,
որտեղ ինքերեսա կհասկանա կամ ինքերեսա ենթադրենք, որ սենց պետք է լիներ, տենց հարցեր չի մնում օդում։ Ինքը հանձնվելու բնավորություն չունի բացարձակ ու ընդհակառակը բոլոր նոր մարտահրավերները ավելի մոտիվացնում են իրեն։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հեշտ չի։ Հեշտ չի ինչ առումով, այն առումով, որ ինքը շատ պահանջկոտ է, այդ պահանջկոտությունը գալիս է նրանից, որ ինքը իր հանդեպել է շատ պահանջկոտ։ Իրականում դա ինչ-որ չափ կարող է դրսևորվել, որ մի քիչ բարդ է, բայց հետո սովորում ենք մենք դրան ու մենք ինքներս ենք դառնում այդպիսի պահանջատեր մարդիկ։ Իմ մոտ սկզբունքը մեկն է, որ ամեն մեկը, սկսած մաքրուհուց, վերջացած գլխավոր բժիշկից եւ տնօրենից, բոլորը պետք է իրենց ֆունկցիաները հստակ կատարեն։ Պետք չի ամեն անգամ ինչ-որ հիշացնել։ Ձեզ զավակների հետ եք այսօր նաև աշխատում, այդ դա երբեմն օգնում է, երբեմն խանգարում է, որտեղ կարող են խնդրել։ Զավակների հետ նույն սկզբունքն է գործում, ընդհանուր առմամբ ես գործի մեջ իմ հետ երկար տարիներ աշխատում է իմ կինս, արդեն 12 տարի, եւ գործի մեջ ընդհանրապես տարբերություն չկա։ Հիմա էլ զավակներս, աղջիկը ստոմատոլոգ է, շատ բավականին մեծ հաջողությունների հասել եւ բազմապրոֆիլ աշխատանք է տանում, որին ես կողմնակից եմ ստոմատոլոգիայի ոլորտում, որ ստոմատոլոգը պետքա լինի բազմապրոֆիլ ուրեմն մասնագետ եւ general dentist առաջի հերթին, հետո նոր մասնագիտանա ավելի նեղ ուղղությամբ, եթե դրա կարիքի ինքը զգում է։ Ինչ վերաբերում է տղայից, նույն սկզբունքով իհարկե Մոսկվան թողել է, Մոսկվայից մենք բերում ենք Ռուսաստանի դպրոցը, այսպես ասած, ավելի հստակ է, ասեմ, որ այնտեղ կան կանոններ, որը որ մեզ օգնում է, նաև ներմուծում ենք մեր կլինիկայում այդ ընթացակարգերը եւ շատ հեշտ է, ամեն մարդ իր գործն է անում, մենք շեշտը դնում ենք որակի վրա, մարդկային ճիշտ հարաբերությունների վրա եւ ինձ թվում է դες խնդիր չունեն։ Իրականում ինքը շատ բարդ բնավորության տեր մարդ է, Իր հետ շատ դժվար է աշխատել։ շատ դժվար է իրան գոհացնել։ Մի շատ կարևոր մեթոդ, որը հենց Թորգոմ Դաշտոյանը Հայաստան բերեց, դա ֆինական պլան 1-ը ընկերության կողմից մշակած կոմպյուտերային ուրեմն մի ձև է, որը օգնում է ստոմատոլոգին շատ ճիշտ գտնել այդ տեղը, լոկալիզացիան, որտեղ պետք է դրվի իմպլանտը։ Как компаньон, это честнейший человек, честнейший, на которого можно положиться всегда, который берет на себя очень большую ответственность и не боится идти вперед. Իրավ այդ թիմային մոտեցումը աշխատանքին, իր ընկերներին, իր բիզնեսին շատ բան է տվել Հայաստանի ստոմատոլոգիային։ Միգուցե ինքը առաջի մարդը չի, ով Հայաստանում իմպլանտ բառը արտասանել է, կամ առաջի իմպլանտը տեղադրել է, կամ առաջի իմպլանտը բերել է, բայց կոնցեպտուալ որպես տակավին ուղղություն ստոմատոլոգիայում նույն ձև զարգացրել է ինքը։ Իրական ասեմ ոչ միշտ, բայց երևի թե դա էլ իր լավ կողմերից մեկն է, որտեղ ինքը իր կարծիքը չի փոխում եւ ավելի ուղին այնպեսին է, որ գիտես, եթե ասած այսպես է, ուրեմն այսպես է։ Это просто счастье работать с таким человеком, на которого можно положиться в сегодняшнее нелегкое время. Նա այդ տարիների ընթացքում դարձավ ստոմատոլոգիական տեխնոլոգիաների եւ սարքերի ներմուծող Հայաստան, առանձնացավ այդ գործունեությունը բուն ստոմատոլոգիայից իհարկե Թորգոմ Դաշտոյանի ղեկավարության տակ եւ դարձավ առանձին ճյուղ Բժիշկների ընտանիքում ծնվեցիք, մեծացաք եւ այդ գենը պիտի նաեւ շարունակեիք, այսօր նաեւ դուք եք շարունակում։ Իսով մասը պետք է ասեմ, որ բժիշկն է, որտեղ մայրս բժշկուրի է եղել, Աստված հոգին լուսավորի, շատ հարգարժան բժիշկ է եղել, մոտավորապես ինչքան աշխատեցիք 60 տարի համարյա պրակտիկա 55-60 տարի ինքը քիթկոկորտ ականջաբանության ոլորտում շատ հարգված մասնագետ եւ ինքը իհարկե այդ բժշկական ուղղությունը մեզ ինձ կոնկրետ ինքն է տվել, հայրս շինարար է եղել մասնագիտությամբ, շատ իր ոլորտում
եթե ասենք դաշտան մարատ, շատ հարգված։ Հետաքրքիր է, որ հիմա զավակս էլ դաշտան մարատ, ինքը արդեն ուրեմն շարունակում է իր գենետիկ ուրեմն թողած այդ հիմքը եւ ինքն դաշտան մարատին պետք է արժանի լինի։ Իհարկե, չնայած նա շինարար է, ինքն էլ ուրեմն պլաստիկ վիրաբույժ է։ Իսկ թվում է այդ ուղղությամբ ամեն ինչ ճիշտ է ընթանում։ Ձեր կինը մասնագիտությամբ Կինս էլ ավարտել է պոլիտեխնիկ ինստիտուտը, հա, բայց դե ինքը զբաղված էր երկար տարիներ հենց մեր զավակների դաստիարակությամբ եւ գիտեք հայկական ընտանիքներում ավելի շեշտը դրվում է մայրերի վրա, երբ որ ամուսինը գնում աշխատում շոբան ստեղծում է, իսկ մայրն էլ հիմքը, ուրեմն թիկունքը պահում է։ Երբ որ զավակներս մեծացան, ինքը ընդգրկվեց մեր կոլեկտիվ, հիմա իմ աջ ձեռքն է, բնականաբար առանց իրա ոչ մի բան հնարավոր չի հասնել ոչ մի հաջողության։ այ հաջողության հասած յուրաքանչյուր տղամարդու հետևում շատ խելացի ու շատ նրբանկատ կին է։ Դե կնոջ հարցը դա առանձին հարց է, շատ լուրջ հարց է։ Իհարկե ես միանշանակ կողմնակից եմ ամուր ընտանիքին եւ խելացի կանանց, ովքեր որ ուրեմն թիկունքն են, իմ մայրս էլ է եղել իմ հոր համար թիկունք, այդ պատմությունը շատ իմ վրա ազդել է մանկական տարիքին, երբ որ կար որոշակի, ասենք, խնդիրներ եւ այլն, դե գիտեք, այտենց ընտանիք կամ գործ, որը չունենա խնդրեմ չկա, եւ պետք է հետ այդ ժամանակ ուրեմն ի հայտ են գալիս են գծերը մեր մայրերը իհարկե շատ հզոր մարդիկ են եղել եւ իրանք շատ ուժեղ թիկունք են կայանել։ Հիմա էլ իմ կինս է տրադիցիան շարունակում է, հա, ինքը իմ թիկունքին կանգնած է եւ թե զավակների դաստիարակության գծով, թե ընդհանուր ուրեմն կառավարման օգնելու միանշանակ դա մեծ ուրեմն ներուժ է եւ իհարկե առաջի հայացքից թվում է որ դու հասել ես, բայց առանց կնոջ օգնության դա հնարավոր չի։ Իսկ ինչից կարող եք բարկանալ, ինչ կարող է ձեզ բարկացնել։ Կարամ բարկանամ, երբ որ իմ ասածը ուշ են հասկանում կամ երկրորդ անգամից են հասկանում, այդ ժամանակ մի քիչ բարկանում եմ։ Չգիտեմ ճիշտ ասած կոնկրետ ինչից կարա ինքը բարկանա, բայց պետք է ամեն ինչը համապատասխանի իր հենց ուղեղում պատկերացրածին ու ճիշտ ասած իր այդ պատկերացումները շատ հաճախ են փոխվում։ Մենք փորձում ենք դա շատ արագ տեմպերով վերականգնել։ Սիրում եմ որ միանգամից են անցալում թեման, թե աշխատողները, թե շրջապատը, մի անգամ որ ասում ես պետք է անցալեն։ Երևի այդ ժամանակ պետք է ուղղակի իր դիմացից անհետանա ասենց միանգամից։ Պարոն Դաշտյան, իսկ ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Թերություն որ գտնում եմ որ անթերի եմ, դա էլ մեր թերությունն է։ Թերությունների մասին չգիտեմ, թող ուրիշները ասեն, ամենայն դեպս ինձ որևէ թերություն ոչ խանգարել է, ոչ էլ տենց ակնառու կարող եմ նշել։ Երևի չափից շատ բծախնդիր է։ Трудно мне какое-то отрицательное качество сказать. Иногда, может быть, он бывает очень резок по отношению к каким-то, определенным событиям, но это все оправданно. Երբեմն անհանդուրժողականություն այնտեղ որտեղ պետք չի, պետք չի ինչ առումով, որ մեկը դիմացինը դա ոչ հասկանալու է, ոչ գնահատելու է, ոչ վերլուծելու է, բայց մեկը ինքը ասենք անգամ այդ դեպքում էլ իր միտքը, իր կարծիքն, իր գաղափարը տեղ հասցնի։ Можно назвать отрицательным его качеством это честность, потому что сегодня честность это может быть и отрицательное качество. Это, конечно, шутка. Իսկ ինչ է կարծում աշխատանքից եւ աշխատանքից դուրս։ Թորգոմ Դաշտյանը շատ է վերափոխվում, շատ տարբեր մարդկանց հետ գործ ունենք։ Միանգամից վերափոխվում է։ Հենց աշխատանքս ավարտվում է,
ես լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։ Շատ տարբեր չի, ինչը իմ համար շատ հեշտ է, որովհետև դրանք տարբեր մարդիկ չեն, դա նույն մարդն է ու շատ ավելի հեշտ է հոգեբանորեն մի մարդու հետ շփվել, որը համ պահանջատեր աշխատավայրում, համ էլ տանը։ Դե մարդը ոնց կա, մարդը չի կարա իր տան ուրիշ ձև լինի, դուրս ուրիշ ձև լինի։ Շատ եմ սիրում ընկերություն, շրջապատ, այս սեղանը, որտեղ մենք ներկա ենք, բազմաթիվ ընկերներ են հյուրընկալվում, սիրում եմ գործի վերջում նստել, զրուցել, քննարկել տարբեր թեմաներ, թե այսօր արդի մեր երկրի վիճակի հետ կապված, թե մասնագիտության հետ կապված։ Ես իմ բնույթով բավականին ակտիվ մարդ եմ, հասարակական նաև ակտիվություն եմ ցուցաբերում։ Ժամանակին հիմնադրեցինք հայ ստոմատոլոգների միություն կազմակերպությունը եւ դրանով էլ փորձում ենք աջակցենք ստոմատոլոգիայի ոլորտի զարգացմանը։ Հայ ստոմատոլոգների միությունը վստահ եմ, որ նաև այսօր երիտասարդ ստոմատոլոգների կողքին է։ Այո, փորձում ենք, հիմա ոնց որ ասած ժամանակները գնում են, այդ կազմակերպությունը հիմնադրվեց 14 թվականին, այն ժամանակ էլ իր խնդիրները կար, հիմա էլ ոլորտում ակտիվ բարեփոխումներ ա գնում, ուրեմն պետք է մենք էլ մեր լուման ներդնենք, որ այդ բարեփոխումները գնա ճիշտ հունով, մենք ունենք մեր տեսլականը, փորձում ենք ներկայացնել պատկան մարմիններին։ Դաշտան ընկերներից խոսեցիք, այնց հետաքրքիր է ովքեր կարող են լինել ձեր ընկերները, ինչ չափանիշներ պիտի մարդ ունենա ձեր ընկերը լինելու համար։ Ընկերությունը շատ կարևոր դեր է կատարում իմ կյանքում, ունեմ դպրոցական ընկերներ, որը մինչև այսօր էլ իմ կողքն են, ունեմ արդեն համալսարանից, Էժանակ ինստիտուտից։ Честно, для меня эталона дружбы другого не существует, потому что это человек, который включает в себя все качества друга, которые только можно себе представить. Նա շատ լավ ընկեր է, նա իսկական նվիրված ընկեր է եւ իր ընկերները իրեն դպրոցական տարիքից մինչեւ հիմա կան, ինստիտուտի տարիքից մինչեւ հիմա կան, նրանք շատ իրար սիրում են, հարգում են, ոչ մի միջոցառում առանց իրար չեն անում։ Շատ վստահելի եւ ցանկացած հարցում հասնող ընկեր։ И то, что я сейчас могу работать уже много лет как врач и довольно-таки успешный, я считаю, в большой мере это заслуга Тургома, потому что он создал для меня по приезде в Армению после 5-летнего перерыва все условия для того, чтобы я мог комфортно жить, работать, потому что мы создали вместе зуботехническую лабораторию, и это дало нам возможность спокойно и безбедно прожить вот эти годы, когда я учился, и закончить свое обучение, уехать в Израиль, подтвердиться, и сегодня во многом благодаря Тургому я являюсь врачом. Եվ դու գիտես, վստահ ցանկացած պահին լինի, ցանկացած ինչ-որ բանից կախված լինի, որ ժամին լինի, որ եղանակին լինի, դա ոչ մի կապ չունի։ Եթե ասես դա արվում է եւ այդ տեսակետից ինքը բազմիցս ընկերներ նաև ունի տարբեր ոլորտներից։ Թորգոմի հետ կարելի անել գրեթե ամեն ինչ, առանց վերապահումների, որովհետև ինչպես նշեցինք, շատ բարդ անձնավորություն է, բայց միևնույն ժամանակ ընկերությանը շատ նվիրված եւ պահանջատեր։ В чем разница между товарищем и другом? Товарищ это тот, кого можно попросить о чем хочешь, и он все для тебя сделает, а друга просить не надо. И вот Тургом является именно таким человеком, которого просить ни о чем не надо. Հպարտանում եմ իմ ընկերներով։ Մեր ուրեմն ընկերները հետաքրքիր ուրեմն ասած առանցք ունեն, որը բոլորը տարբեր ոլորտներում ուրեմն կայանում են եւ այդ մեր ընկերությունը դրանից շատ ավելի հզորանում է։ Հա, ես շատ հպարտանում եմ, շատ լավ մարդիկ են իմ ընկերները։ Իսկ օրված անհրաժեշտությունը թույլ տալիս է նաև ընկերներին ժամանակ հատկացնել։ Անպայման հիմա ես մի սկզբունք ողջագրեցի վերջի տարիներին, որ մեկ լինում է, որ կենտրոնանում ես եւ փակում ես քեզ, բայց ես հիմա գտնում եմ, քանի որ մենք մեծացանք մի քիչ տարիքով, անկախ մեզանից ինձ ստացվեց։ Երիտասարդ ավելի սերունդ կա, որոնց մեջ շատ լավ
Նաև ասենք թե մեր մարդիկ, ովքեր չեն ճանաչել ուղղակի կյանքի բերումով, պետքա չփակվես, ընկերությունը դա շատ լավ բան է եւ պետքա ընդգրկես քո շրջապատ նոր մարդիկ եւ ով որ կդառնա ընկեր, դա տարիներն են ցույց տալի, իհարկե։ Սպորտը ձեր կյանքում։ Ես գիտեմ, որ դուք լողով եք զբաղվում այսօր։ Բժիշկը պետք է իրան հետևի ինչքան հնարավոր է, որտեղ ամեն օր ստրես է եւ այդ սպորտը հիմնականում ես սկսել եմ 30 տարեկանից ավելի ակտիվ։ Ժամանակ երիտասարդական դուք հանդեցին, այնտեղ լավ լողավազան կար։ «2025-ը ձեռքբերումների տարի էր»։ Դաշտան կլինիկայի համար։ Հա, բազմաթիվ ձեռքբերումներ ունեցանք 25 թվին, պետք է ասեմ, որ 25 թիվը մեր համար շատ ծանր, բայց շատ արդյունավետ տարի եղավ, որովհետև մենք այսինքն սկիզբը դրեցինք մեր բժշկական կենտրոնի։ Հույս ունենք, որ դա կզարգացնենք եւ արդեն ոնց որ եւ ստոմատոլոգիան, ուրեմն կունենանք տարիներ հետո հպարտանալու ուրեմն հիմք։ Իսկ ստոմատոլոգիայում էլ մանկական ստոմատոլոգիան օրինակ, որը մեր մոտ չկար, տրադիցիոն, հիմա ունենք լավ բաժին հենց մանկական ստոմատոլոգիայի եւ օրթոդոնտիայի, ունենք լավ մասնագետներ, արդեն մեր երեխա պացիենտները, որ գալիս են, մի առանձին ուրախություն է, որովհետեւ նենց պայմաններ ենք ստեղծել իրանց համար, որ ուղղակի հաճույքով են այցելում։ Մենք էլ ուրախանում ենք, որ մեր համար դա լրիվ նորություն է, ճիշտ ասած, փոքրիկ պացիենտների հետ շփվելը։ Հեշտ է իրենց սպասարկելը։ Դե մենք ունենք մանկական ստոմատոլոգ Սուսաննան, որը որ արտակարգ ուրեմն մինչև այդ կոչումա տենց ադապտացիոն այցեր մեր կլինիկայի ծանոթացնում, ուրեմն խաղում են, սովորում են եւ այլն եւ այլն։ Եթե անհրաժեշտությունը կա, արդեն հնարավորություն կա սեդացիայի միջոցով, եթե երեխան անհանգիստ է, սեդացիայի միջոցով եւ ուրախացնող գազ են ասում, բեսելյաշի գազ, հա, մի քիչ հանգստանում է եւ թողում է, որ իր հետ ավելի հեշտ աշխատես։ Նաեւ ունենք հնարավորություն ընդհանուր անզգայացման, դե մեծերինը parza, մեծերինը մեր բժշկական կենտրոնում է կատարվում, անզգայացման տակ բոլոր պրոցեդուրաները, եթե դրա կարիքը կա եւ ցուցումը կա, խոսքը չի գնում մեծ վիրահատությունների մասին։ Նաեւ իմպլանտացիան օրինակ, նաեւ ասենք դեպքեր կա, որ բժշկական ցուցումներով պետք է ընդհանուր անզգայացման տակ արվի, առողջական վիճակից հետ կապված եւ այլն։ Ուրեմն այդ դեպքում էլ հնարավորություն կա, այսինքն մեր կլինիկան ստացել է հնարավորություն կիրառել բոլոր մեթոդները, եթե բժիշկը գտնում է անհրաժեշտ եւ ցուցումներ կան, ոչ թե դա պացիենտի ցանկությամբ է կատարվում, պետք է ճիշտ հասկանան մեր բուժառուները, որ դա չի կատարվում տենց կմահաճ պահանջով, այլ կոնկրետ ցուցումներով։ Իսկ փոքրիկները այսօր ստոմատոլոգի ծառայությունից կարող են օգտվել բացառապես անցավ եւ առանց արդյունքների։ Դե դա երազանքներ օրինակ իմ տղաս որ փոքր էր, ես հիշում եմ այնքան խղճի խայտում եմ, որ իր մոտ ատամներ էս դիմացի շուտ փշրվեցին, ես որպես բժիշկ հասկանում էի, որ պետքա այդ ատամները փոխվելու էր 6 տարեկան, բայց դրանք մի տարեկանում, 1 տարեկանում արդեն փշրվեցին եւ եթե ես չբուժեի այդ ատամները, մենք ունենայինք ատամների հեռացում եւ բնականաբար դա կազդեր ծնոտի աճի եւ այլն, կծվածքի եւ այլն, եւ ես ստիպված էի ուրեմն այդ ատամները բուժել։ Ну քանի որ իմ բալիկներ մի քիչ էլ բան արեցինք, չափազանցեցինք մեր հնարավորները, թույլատվությունը եւ մենք ինքներս արեցինք, երեխան նստած էր մոր գրկում, լացում էր եւ այլն, ես ոնց որ արեցի դա, բայց ես հիմա հիշում եմ դա իր դաժան բաներ եւ փրկեցինք իհարկե,
եւ հիմա շատ լավ առողջ ատամնաշար ունի։ Այսօր մեր հնարավորությունները այնպիսին է, որ պետք չի դες դաժանաբար եւ երեխան առանց ոչ մի ցավ, առանց ոչ մի ստրես եւ դա գիտեք ինչքանով է լավ, հա, մուլտֆիլմ կարա նայի, կարա խաղալիքների հետ խաղա այդ ընթացքում։ Եվ դա գիտեք ինչքանով է լավ, որ այդ տպավորությունը ստոմատոլոգիայի, գիտեք, չէ, բոլորին հետո ծնողները բոլորի վախեցնում են առանձնահատուկ ստոմատոլոգով կամ բժիշկով, որը իհարկե հոգեբանական սխալ է։ Իսկ հիմա արդեն եթե երեխան այդ պրոցեդուրան անցավ եւ ստրես չի տանում, ինքը կյանքում էլ է հետևում այդ ատամնաշարին առանց վախենալու դիմում է բժշկի եւ բնականաբար արդեն դա պրոֆիլակտիկա է հենց հիմնական խնդիրների սաղ կյանքի համար, ողջ կյանքի համար։ Պարոն պիտի խնդրեմ շինարարական աշխատանքներից մի փոքրիկ, հա, հիշողություն անցկատարենք։ Իմ հայրը շինարար էր, ես գամբան եմ ուրեմն շինարարության մեջ մասնակցել եմ կյանքում, բայց ճիշտ է ազնվորեն ասեմ, այս մի բանը ես ընդհանրապես չեմ սիրում։ Շինարարություն, վարպետներ, իրանց անպարտաճանաչ խոստումներ եւ այլն։ Չնայած մեջներ շատ լավ ընկերներ են հանդիպել, դա որ չլինեին մեր այս շենքերը եւ այլն ոչ մեկ չէր կառուցվի եւ չէր վերանորոգվի։ Ես մի քիչ քննադատում եմ իրանց, բայց իրան շատ սիրում եմ։ Շատ հավակնոտ ծրագիր էր իրականում մեկնարկում, որովհետեւ շատ դժվար բարդ քաղաքաշինական միջավայրում բազմապրոֆիլ առողջապահական հաստատության ձևավորման խնդիր կար եւ այդ փոքր մակերեսի մեջ այդ բոլոր ֆունկցիաները տեղավորելու շատ բարդ խնդիր դրվեց, որը բնորոշ է իրան։ Դե դժվար է շինարարությունը մանավանդ Հայաստանում, գիտեք, ինչ դժվար պատմություն է, առավել եւս նոր ժամանակաշրջանում։ Պատկերացրեք Աբովյան փողոցի վրա այս նեղ բանում մնացականը մեր շինարարը ոնց կարացավ ուրեմն այդ տեխնիկան բերի հարևանների հետ ուրեմն համոզի եւ մենք էլ հարևանները ինչքան էին մեզ սիրում եւ ուրեմն չխոչընդոտեցին այս ամեն ինչին, որովհետեւ վերջին հաշվով ես կարացա ուրեմն իրանց վստահություն ներշնչեմ, որ սա լինելով բժշկական լավ կենտրոն եւ բոլորին օգուտ կբերի եւ չի լինելու այլ բան։ Ինչեւ համոզեցին, մեր ժողովուրդը մի անհավատ է, էլի չեն հավատում։ Հենց այնպես չի։ Հա։ Վերջով, բայց հասանք Հաղթահարեցին։ Հա, հաղթահարեցին։ Շատ բարդություններ անցանք իրականում, այդ բոլոր նորմատիվների շրջանակում տեղավորել, ընթացքում անդադ առաջադրանքի փոփոխություններ, սա էլ եմ ուզում, սա էլ եմ ուզում, սա էլ եմ ուզում, իհարկե տրամաբանական սահմաններում եւ ի պատիվ կարող եմ ասել իրան եւ մեզ շատ հաջողությամբ, իհարկե երկար տևեց process-ը, որովհետեւ շատ բարդ էր, հասանք հաջողության։ Նախագծման ընթացքում լավ նախագծողներ ունեինք, մեր Վրեժը Թամազյան իր թիմով եւ բժշկական ոլորտն նախագծեց Արսենը Միրզոյան, շատ շնորհակալ եմ, որովհետեւ մենք իհարկե հենց ի սկզբանե սա բժշկական կենտրոն էինք մտածում, դե անթերի բան չկա, բայց այն հիմնական սկզբունքները դրվել է ի սկզբանե։ Ի սկզբանե մի խնդիր էր դրած, հետո ընթացքում 100 անգամ փոխել ենք այդ խնդիրները։ Լավ ստացվեց, որ իմ կողքը ուրեմն արեստավարժ մարդիկ էին, մինչև այսօր էլ ընկերություն ենք անում, շատ շնորհակալ եմ։ Իսկ 2026-ից սպասելիքներն ավելին են լինելու։ Դե գիտեք, sense բան կա, մի պահ ուրեմն տրամադրության անկում կա, երբ որ արդեն հոգնում ես ամեն ինչից, հետո բոլորը ասում են, որ չէ, դու կանգնող չէ, դի նորից մի բան մտածես։ Դե առայժմ այսքանը մի հատ ոնց որ ոտքի կանգնացնենք, հետո կմտածենք։ 26 թվականը երևի հիմնականը պետքա տրամադրենք եղած ռեսուրսների մոբիլիզացիայի եւ որպեսզի աշխատի։ Եվ 2026-ը թող որ լինի նոր ծրագրերի, գաղափարների իրականացման տարին։ Դե մարդը պետքա երբեք հույսը չկորցնի։ Մենք ես Հայաստանից ոչ մի րոպե չեմ բացակայել։ Ես շատ երիտասարդ էինք, որ մեր գլխին եկավ, գիտեք, երկրաշարժը, հետո դրանից հետո պատերազմը, հետո դրանից հետո
երկար տարիներ, մութ ու ցուրտ տարիները։ Ես մեկ որ պատմեմ մեր երիտասարդ ծերունը ասում է, «Երիքա մեզ վախացնես», էլի, որտեվ մենք գնում էինք որպես բժիշկ, ես աշխատում էի քաղաքի կենտրոնում ժպիտ պոլիկլինիկայում, ուրեմն դուրսը ավելի տաք էր, քան ներսը։ Մենք վերարկում գցում էինք խալաթի վրա, տենց էինք պացիենտ ընդունում եւ երբ որ այն կարճ ժամերը, երբ որ կար հոսան եւ այնտեղ մեր ջեռոց էր դրած, մատերը այնքան էր ծառում, տաքացնում էին, խոսք չէր կարա գնար բարձրակար եւ այլն։ Բայց մեզ այցելում էին մարդիկ, որտեղ այդ պահանջը միշտ եղել է, եւ այդ պայմաններում մենք աշխատել ենք ոչ թե մի օր, այլ տարիներ։ Մոտավորապես 4 տարի տենց ենք աշխատել։ Նոր կամած 96 թվականին, որ ծնվեց իմ աղջիկը, մթության մեջ մոմերով ենք ուրեմն դիմավոր էինք ընկերներիս հետ։ Կհիշեն այդ մարդիկ, ով որ ներկա էին, այդ երեկոյան ինքը գիշերն էր, ուրեմն կինս ծննդաբերում, մենք էլի ընկերներով հավաքված էինք մոմի լույսի տակ եւ այլն։ Նոր 97-98 թվականից մի քիչ կարգավորվեց։ Հիշում եմ մեքենայով դուրս եկա 97 թվականին, որպեսի ժպիտ պոլիկլինիկայի գնամ Սայաթմովա փողոցով ժամը 7-ին։ Միակ իմ մեքենան էր փողոցում, Ժիգուլի էր այն ժամը։ Շատ հպարտանում էի այդ ավտոյով, տենց հորս նվերներ։ Այսօրվա պահանջներն ու սպասելիքներն այլ են։ Դե հիմա արդեն մարդիկ խոսում են այս տպավորությունը, ոնց որ հայտնվել ենք Մոնտե Կարլոյում միանգամից, պետք չի միանգամից շատ բան։ Ես կողմնակից եմ քայլ առ քայլ, կամած, ուրեմն շարժվելուն, պետք չի գերագնահատել նաև ուժերը եւ հնարավորությունները, պետք չի մոռանալ, որ Հայաստանը իհարկե շատ գերագույն, շատ լավ տեղ է, բայց միևնույնն է ինքը փոքր բարդ տարածաշրջանում գտնվող երկիր է, պետք է ուժերը ճիշտ ուրեմն բաշխել, որպեսզի եւ մարաթոնը, որ մարդը վազում է, եթե ուժերը լավ չի ուրեմն հաշվարկում, վերջում ընկնում է, որ հասնենք ինչ որ մի նպատակի, պետք է ուժերը լավ ուրեմն բաշխենք այդ ընթացքում։ Այո, եւ այդ ամեն ինչը անենք նաեւ 2026-ին։ Շնորհավոր ամանոր եւ Շնորհավորում եմ բոլորի ամանորը, Սուրբ Ծնունդը եւ մաղթում եմ մեր ժողովրդին ամենամեծ հաջողությունները, մնանք Հայաստանում, ուժեղացնենք մեր երկիրը, աշխատենք եւ աշխատանքով է ստեղծվում բարիքը, աշխատենք եւ գնանք առաջ, որպեսզի եւս 10 տարի հետո անցնի, մենք էլ չլինենք, մեր սերունդները հպարտանան մեր Հայաստանով։ Եվ ուժերի ճիշտ բաշխումն ու հայրենասիրության դրսևորումը թող որ մեզ միշտ ուղեկցի 2026-ին եւս։